Ընտրություններից առաջ վերջնարդյունքը հայտնի էր։ Այդ ինչ որ դուք ասում եք, դա տեխնիկական խնդիրներ են։ Վերջնարդյունքը ընտրություններից առաջ հայտնի էր։ Նիկոլ Փաշինյանը կամ պետք է իշխանությունը փոխանցեր, որը համաձայնեցված չէր, կամ պետք է իշխանությունը պահպաներ, որոշված էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունը պահպանի, եւ նա պահպանելու էր ընտրության այդ քվեն վերջնարդյունքի վրա, չի լինելու վերջնարդյունքի ազդեցություն, վերջնարդյունքի համաչափության վրա կամ համապատասխան բաշխման վրա կարա ազդի։ Եվ նորից, քանի որ կար կոնսոլիդացիա ռուսական թևի մեծ կոնսոլիդացիա եւ մեծ ռեսուրսների ներգրավում, այն ինչ որ նախատեսված էր, ամբողջովին չեն կարողացել կյանքի կոչել, բայց 3/5-ը գոնե ուզում են ունենալ։ Սա է, որ ես ասում եմ, թե չէ կենտրոնական ընտրահանձնական հանձնաժողովը այսպես արեց դա, թե այնպես արեց, դա տեխնիկապես իմ համար այդքան էական չի, որտեղ մեկը պետք է աներ, վերջնարդյունքը որոշված էր։